Սիրելիներ, եթե հիշում եք, ինկուբատորը մնացել է մենակ բադիձու, իսկ այն ճտերը, որ դուրս են եկել ինկուբատորի, ես դրանք արդեն վաճառել եմ, իսկ այս բադիձուն արդեն գցահարած է, այսօրվանից արդեն, տեսեք, արդեն ինքը կամաց գցահարած է, կամաց դուրս են գալու, բայց այսօր 26-րդ օրն է, տեսեք, ես մի հատն եմ, 26-րդ օրն է արդեն, ես սրանք առանձնացրել եմ գցահարածները, սրանք հլա ոչ մի բան չկա, իսկ մի հատը են ուգլին, մի հատը դա ինքը արդեն ողջ չի, մեջը խխտվել է, ստակել է. Մենք բադիճտերին կսպասենք 2 օրից, նրանք որ գցահարում են, մի սուտկա, 24 ժամ դեռ մնում են այդպես, հետո նրանից հետո պտտվում են և դուրս են գալիս. Իրանք կամաց ձեն են հանում արդեն, իրենց ձենը լսվում է կամաց. Հիմա ես նրանց բաց կթողնեմ, որ ավելի լավ երևա. Բացեցի, մնաց դուրս գա. Սիրելիներ, բադիճտերը արդեն համարյա բոլորը դուրս են եկել, այսինքն ինկուբատորի մեջ կա 16 հատ ձու, 13 հատը դուրս է եկել. Ես այսօր նրանց առաջի անգամ հանել եմ արևի տակ, սենց փոքրիկ յաշիկա, յաշիկի մեջ ման կա, վերևս սետկա է կապած, սետկա է, որ իրանք ման կան. Սրանք էլ իմ սագերն են, արդեն ահագի մեծացել են. Այսօր արդեն 3-րդ օրն է, ճտերը ման են գալիս իրանց համար, արևի տակ վազվզում, թշկոտում, նրանք արևի տակ սենց ավելի շուտ կմեծանան, քան փակված իրենց յաշիկի մեջ. Այն մյուս սետկի մեջ բադերն են, մի քիչ մեծոտ բադերը, սրանք են, արդեն ահագի մեծացել են, ճիշտ է դեռ փետուր չի աճում իրենց վրա, բայց արդեն ահագի մեծ են. Սրանք հինդուշկեկն են, ճտերը մտել են հովտեղ, իրենց համար տաքը. ահագի մեծացել են. Իսկ իրենց պահապանը հինդուշկի որցնա, որը ամբողջ օրը իրենց հետ է. Դրա համար ես արխային եմ, իրենց այդքան բան չեմ անում, սկզբից ես նստում էի, նայում էի ժամերով, որ ագրավները չտանին, հիմա հինդուշկային ինքը իրենց պահապանն է, իրենց պահում է. Իսկ ես հավի ճտերն էլ մալինայի արանքն է մտել, տեսեք դուրս է գալիս. Մալինայի արանքում հով է, իրանց համար, քանի ու արևը շատ տաք է, իրանք մտել են մալինայի արանքը. իսկ ես մի բադերն էլ ծառի տակ են հովանում. Սրանք էլ ահագի մեծացել են, հավերն է նույնպես մտել են ծառի տակ, հով տեղ, իսկ սագերը լողանում են.
Ես հենց մի հատ մեծ վանա եմ դրել, ջուրը լցնում եմ, իրանք մեջը լողանում են, համ սագերը, համ այս բադերը, սրանք էլ են լողանում։ Այսօր այսքանում։ Բարի լույս սիրելիներ, տեսեք իմ սագերը արդեն մեծացել են, նրանք արդեն 2 ամսական են։ Երկու ամսական են այս հավի այս մի բարձյա ճտերը, սրանից 8 հատա, սրանք են, իսկ սրանք 3 ամսական են, այս մի բարձյա ճտերը, նրանք են, ծառի տակ, իսկ սրանք մի ամսական են, եթե հիշում եք, այս սետկան, միասին ենք պատրաստել ճտերի համար, իսկ սրանք արդեն վաղը, թե այսօր վաղը ամսի 2-ն է, ամսի 2-ից իրանք դառնում են մի ամսական, ես նրանց հանել եմ արևին, մի քիչ արևի ճառագայթների տակ վազվզեն, ուրախանան, այսօր առաջի օրն է ես նրանց հանել եմ, կորմը դրած է, ջուրը դրված է, և թողնում ենք ուրախանան։ Այս հավի ճտերը, այս 2 հատը, սրանք բրամիկ են, բրամա պարոդնա, սրանք էլ են 3 ամսական են, բայց տեսեք ինչքան մեծ են, չեն տարբերվում արդեն հավերից։ Իսկ սրանք մեր բադերն են, էլի 3 ամսական են, սագերի հետ, մեծացել են մեծ բադիկներ են դարել։ Սրանք էլ մեծ հնդուշկեկն են, իսկ սրանք ձու են ածում, արդեն ահագին ձու են ածել, երևի մին 3-4 անգամ էլ որ ձու ածին, արդեն կնստեն, սա հնդուշկի որցն է, և նա պահում է հնդուշկի ճտերին, նրանք իմաստեղ են, մալինայի մեջ, չէ քանի որ տաք է, նրանք մտել են մալինայի արանքը, ես ուզում եմ ցույց տամ, ահա նրանք էլ են 3 ամսական են արդեն, ահա այն սպիտակները, սրանք հովանում են մալինայի արանքում, իսկ հինդուշկեն նրանց նայում է։ Իսկ ես մի սետկայի մեջ էլ ունենք փոքր բադի ճտեր, մի ամսական, ահա նրանք նստած բադի ճտեր, սրանք են ձեն հանող բադերն են, ես ցույց եմ տվել, որ նրանք ոնց են դուրս եկել ինկուբատորից և արդեն մի ամսական են, ամսի 26-ին դառել է մի ամսական։ Սրանք 3 ամսական ճտերն են, արդեն ահագին մեծ են, սա 2 ամսականներն է, մի հատ էստեղ, մենա ծառի տակ էլ կա, սրանք էլ մեր պստիկները շատ սիրուն, նրանք բրամա պարոդի ճտեր են։